Այսօրվա մեր խոսքի քարոզչությունը պետք է սկսենք նմանատիպ մի օրինակից։ Ժամանակ առ ժամանակ օգտագործում ենք օրինակներ, որպեսզի մի քիչ ավելի հասկանալ եւ ըմբռնել լինի այսօրվա մեր նյութը։ Ինչպես նկատել եք, սովորաբար ես իմ քարոզներին վերնագիր չեմ տալիս։ Իհարկե, երբ որ մենք պետք է փոխանցենք կայք, այնտեղ ուզես թե ճուշես պետք է ինչ-որ վերնագիր տաս։ Բայց միտումնավոր եմ անում, որպեսզի դու ինքդ խոսքը հետևես եւ ինքդ որոշես, թե սորվա խոսքի նյութը ինչ է խոսում քո սրտիդ հետ։ Յուրաքանչյուրը գիտեք ինչ, երբ որ խոսքը քարոզվում է, ինչ որ մի բան է խոսում իր սրտի հետ։ Եվ ըստ դրա էլ դու որոշիր, թե ինչպես կուզեիր անվանել այսօրվա խոսքը։ Այսօրվա խոսքը պետք է ինչպես ասի, օրինակից սկսենք։ Երկու ընկերներ էին։ Մեկը տեղի ամերիկացի էր, native American, նրանք, որոնք սրտի ցավով, երբ դրսից ժողովուրդ եկան, ահավոր ձևով նրանց ճնշեցին։ Եվ նրանց թիվը բավականին պակասեց եւ իմի այստեղ ու այնտեղ փոքրիկ համայնքներում ապրում են։ Native American եւ white man։ Եվ մի հատ էլ սպիտակ տղամարդ ընկերներ էին, միասին եկեղեցի են գնում։ Մի օր եկեղեցի գնացին եւ այդ օրվա քարոզած խոսքը երկուսից ծերտին էլ դիպչեց։ Խոսքի ավարտից հետո հովիվը հրավիրեց, թե ով կկամենա, որ իր սիրտը հանձնի Տեր ու փառավոր Քրիստոս Հիսուսին։ Եվ այդ native American-ը, այդ բնիկը, այս երկրի բնիկը մոտեցավ եւ իր սիրտը Տիրոջը տվեց։ Իր ընկերը, սպիտակամորթ ընկերը, որոշեց, որ այսօր չի։ Անցան ինչ որ մի ժամանակահատված, ամիսներ թե տարիներ։ Եվ մի օր եւս մեկ ուրիշ առիթով այդ սպիտակը իր սիրտը, այդ սպիտակը իր սպիտակամորթ ընկերը իր սիրտը Տիրոջը հանձնեց։ Մեր սրուցում էին հարցում հարցրեց այդ սպիտակամորթը իր ընկերոջ ասեց, why did it take me so long? Ինչն էր պատճառը, որ քեզ հետ առաջի անգամ քալ չվերցեցի եւ իմ սիրտը Տիրոջը տալու ինչպես դու արեցիր։ Եվ ժամանակ առավ։ Ընկերը այդ native American ասեց, քո հարցիդ կարող եմ պատասխանել այսպիսի մի հատ պատմությունով, այսպիսի մի հատ առակով։ Ասեց, I can explain by this little story։ Մի անգամ ասում է, քաղաք եկավ մի մեծահարուստ բարի իշխան եւ հայտարարում տարածեց, որ բոլորը մոտեցեք ինձի, ձեր հին վերարկուները, հագուստները հասնեք ինձի եւ ինձնից առեք գեղեցիկը, փառավորը եւ օրհնյալը։ Եվ այնպես ստացվեց, որ դու երբ նայեցիր, քո ունեցած հագուստը ավելի համարեցիր, ավելի օրհնյալ, ավելի արդար, ավելի ճշմարիտ եւ քալ չվերցեցիր։ Իսկ երբ ես նայեցի իմ հագուստներին, պատրտված մի հատ, այսպես ասած, ծածկոց էր, ածյալ էր, որ դրանով ծածկվում էի, որպեսզի ցրտից պաշտպանվեի։ Ուրախությունով ընդունեցի այդ բարի իշխանի հրավերքը։ Գնացի, թափեցի իմ վրայից այդ լաթե կտորը եւ նրանից առա այդ բարի, այդ օրհնյալ, այդ գեղեցիկ վերարկուն, որպեսզի կարողանամ հագնել եւ օգտագործեմ։ Եվ շարունակելով իր խոսքը ասեց, you would not give up your own righteousness։ Գիտես ասեց ընկերս ինչն էր քո ցավալի կողմը։ Դու դեռ վստահ ես քո ինքնարդարացման վրա։ Դու տեսնում ես քեզ որպես ճշմարիտ, որպեսի այսպես հասակ առած արժեքավոր մի անձը, որ մեկ ուրիշի, նույնիսկ Տերերի Տեր ու փառավոր Աստծո կարիքը չունես։ Եվ ես ոչինչ չունեմ կյանքում։ Ու երբ լսեցի այդ բարի լուրը, ինձ համար ցանկալի եղավ այդ բարի լուրը ընդունելու այդ բարի լուրի հեղինակին, Քրիստոս Հիսուսին։ Եվ անմիջապես ես ընդունեցի Lord Jesus Christ as my righteousness։ Եվ ես ընդունեցի Քրիստոսի բերած արդարությունը, որպես իմը, իմ բաժինը, իմ օրհնությունը, նրանից շնորհ առնելու։ Երեմիայի մարգարության 18-րդ գլխի մեջ ասում է Երեմիան այսպես է գրի առնում. Աստված խոսեց ինձ հետ, ասավ ելիր տեղիցդ ու ճանապարհ ընկի։ Ասում է դուրս հանեց ինձ տնից ու տարեց դեպի բրուտի տունը։ Ասեց գնա, որովհետև այնտեղ քեզ եւ Իսրայել ժողովրդի հետ խոսք ունեմ խոսելու։
ասма ներս մտա բրուտագործի տանը եւ այնտեղ բրուտագործը ճախարիկի վրա կավե ամաներ էր պատրաստում եւ այսպիսի մի համար թողեց Երեմիան ինձ ու քեզ եւ այն անոթը որ շինում էր կավից ավիրվեց այդպես պատահում է բրուտագործը պատրաստում է իր ուզածը չի ավիրվում է տեսքը ավիրվեց բրուտի ձեռքով նա դարձյալ մի ուրիշ անոթ շինեց ինչպես որ հաճելի էր բրուտի աչքին եւ այդ բոլորը խոսելով Երեմիա ասեց Երեմիա ես եմ այդ երկնային բրուտագործը եւ ես իմ ձեռքերով կարող եմ պատրաստել ու տեստալ արժեքավորել ամեն փնտրողին եւ այն ժամանակ իհարկե խոսքը Իսրայելի մասին էր այսօր իմ ու քո եւ ամեն Քրիստոսին փնտրողի մասին է ինչ է բրուտը բրուտագործը clay is basically useless բրուտը այդ կավե այդ հողը ինքնստին ոչ մի արժեք չունի Եթե մնա հողի վրա խառնվի հողի հետ եւ ոտնակող կլինի It's shapeless տես չունի արժեքավորում չունի no purpose նպատակ չունի հողի հավասար մի բան այդ բրուտը այդ կավը no beauty գեղեցկություն չունի basically no good to anyone եւ ոչ մի արժեքավորում չունի ոչ մեկի համար որտեվ տեսք արժեք գեղեցկություն չկա նպատակ չկա հողի տեսականի է Եվ դա տիպիկ նկարագրում է յուրաքանչյուր մարդ արարած սկսած ինձանից ու քեզանից երբ դեռ մեզ համար Աստված չէր բացվել Մեզ թվում էր որ մենք ամեն ինչ ունենք Մեզ թվում էր որ մենք լավագույններից ենք գեղեցկագույններից հաջողակներից Բայց իրականության մեջ մեր հոգու մեջ միշտ մի ներքին աղաղ ու ձայն կար մի անորոշություն մի փափակ, մի փնտրում, որ մենք այդպես էլ չենք կարողանում պատասխան գտնել, մինչև այն օրը, որը մեր հոգու մեջ լսվեց նրա դրանց զարկը։ This is a picture of us. We were sinner and like a clay. Մեղավորներ էինք։ Եվ իրապես մեր արածը, մեր գործածը, մեր նպատակները, մեր որոշումները, մեր ընտրությունները տկար էին, խեղճ էին, եսից էին, հպարտությունից էին, ամբարտավանությունից էին, տկարություններից էին եւ չեն կարող իրենցից բարի պտուղ բերել։ Եվ իրականության մեջ առանց Աստծո ծնունդ մեր մեջ ինչքան էլ որ մենք մեր արտաքինին արժեք ու արժեքավորում էինք տալիս, մեր հոգու մերսիդինը դատարկ էր, պակաս էր, խեղճ էր, խավար էր։ There was no a beauty in our life. Բայց երբ այդ փառավոր երկնային բրուտագործը եկավ մեր կյանքի մեջ ու մեզ դրեց իր ճախարակի վրա, սկսեց մի նոր տեսք տալ, մի նոր արժեք։ We didn't end up եւ հիշիր դու պատահական չհայտնվեցիր այդ ճախարակի վրա։ Տերը կանչեց, Տերը բերեց եւ այսօր դու Տիրոջ տանը մեջ ես։ Նրա ձեռքերի մեջ որ քեզի ու ինձ տեստա, եթե իհարկե թույլ տաս, որ քեզ տեստա։ The ugly piece of clay նկատել եք Մստայեմ ամեն մեկը միգուցե մի առիթով տեսել եք ֆիզիկապես կամ վիդեոների մեջ, որ երբ որ այդ կավե այդ ցեխը դրվում է ճախարակի վրա, մի հատ ցեխագունդ է, ոչ մի արժեք չունի իրանից։ It doesn't have any form, ոչ մի տեսք չունի։ Ուղղակի անհույս ընկած է ճախարակի վրա։ Ինչպես ես ու դու մի ժամանակ անհույս ու անորոշ ապրում ենք այս երկրի վրա։ Ու երբ բրուտագործը begins to apply a little contact, եւ երբ բրուտագործը իր ձեռքերը թրջեց, ինչպես Աստված եկավ,
առաջի բանը, որ բրուտագործը անում, այդ ցեխագունդին սկսում է ինչ անել, հասակ տալ։ Այսպես բարձրացնում է ճախարակի վրա։ Դեռ տես չունի, բարձրացնում է։ Աստված Եսայիա մարգարեից համա կողքով անցավ ու մեզի ինչ տեսավ, ընկած ու կորցված։ Ու ծնգի եկավ ու մեզ բարձրացեց մեր տեղից, մեր դիրքից, մեր արժեք տվեց։ Երբ բրուտագործը սկսում է ցեխին հասակ տալ, կանգնեցնում է ճախարակի վրա, հետո նորեն է թրջում իր ձեռքերը ու սկսում է հիմի տեսք տալ։ Հասակ է տվել, հիմի տեսք է տալիս։ Ինչպես գիտեք, յուրաքանչյուր կավեաման իր տեսքը, իր ձևը ունի։ The clay to stand on this on. Եվ սկսեց կավը, այդ ցեխագունդը սկսեց հասակ առնել ու մնալ ճախարակի վրա, մնում էր եւ ենթարկում էր բրուտագործի այդ հմուտ ձեռքերի շարժուձևին։ Then the potter trims the clay. Եվ երբ որ ամեն ինչ ավարտում է բրուտագործը ու տալիս է այն արժեքը, այն տեսքը, որ նա կամենում էր, արդեն իր մտքի, իր գաղափարի մեջ ուներ այդ արժեքավորումը, finally use the heat, նա բերում է ինչը կրակը, ջերմությունը, որպես ինչ անի, այդ կավե ամանը թրծի։ Մենք փարչում ենք այդ կրակից, այդ նեղություններից, այդ դժվարություններից, առանց հասկանալու, առանց դրա այդ կավե ամանը չի թրծվի։ Եվ շատ հեշտ ինչ կլինի, կփլվի ու մեզանից կմնա մի ուղակի ցեխագունդ դարձյալ։ Աստված ուզում է մեզ թրծել, ինչի համար, որպեսզի մեզի հաստատուն դարձնել, որպեսզի կայուն մնանք կյանքի դժվարություններին ու հարձակումներին։ Երբ որ կանգնես, երբ որ կփորձեն քեզ գցել, երբ որ գլսես սխալ ու տկար վկայություններ, բամբասանքներ, դժվարություններ, նեղություններ, երբ որ թրծված ես, արդեն ասեկոսները չէ, այլ Տիրոջ ձայնն ես լսում։ Արդեն մարդկանց մատնացույցը չէ, այլ նրա հետ ես հաղորդակցում այդ փառավորացի։ The potter sees the piece of useless clay now, if shape and it is beautiful. Եվ երբ որ բրուտագործը իր ամանը, այդ կավե ամանը արդեն թրծում ամեն ինչով պատրաստ է, դեռ վերջի փորձառությունը պետք է արվի։ Ինչպես գիտեք, հազարամյակը առաջներ, որը Աղջապակյան այդպես ընդունված չէր եւ նույնիսկ հայտնաբերված չէր, մեծամասնությամբ ինչ էր օգտագործում կավե ամանները, եւ երբ որ բրուտագործը կավն է, կավե ամանը պատրաստում էր, վերջի փորձությունը պետք է անցներ, եւ ինչ էր։ Կավե ամանները օգտագործում են ինչ, իրենց մեջ ջուր կամ յուղ պարունակելու համար։ Նա լցնում էր ջուրը եւ թողնում էր տեսնել, որ պահում է ջուրը, պահպանում է։ Հետո լցնում էր յուղը։ Յուղը ոչ այլ ինչ է, եթե ոչ Սուրբ Հոգու ներկայությունը։ Եվ որ Աստված մեզ տեսք է տալիս ու արժեքավորում թրծում է, եւ հետո Աստծո Հոգին է տալիս մեր մեջ, եւ հետո սպասում է տեսնի, արդյոք այդ Աստծո Հոգին մնայուն է մեր մեջ։ Թե մենք շատ արագ ինչ ենք անում, ցավեցնում, վշտացնում եւ հոգին սկսում է մեր մեջ նվաղել ու պակասել։ Երբ որ բրուտագործը ջուրն է լցնում կավի մեջ, որ մի անգամ եւս այդ կավե ամանը փորձի, ջուրը ոչ այլ ինչ է, եթե Աստծո խոսքը։ Մենք ինչպես կարող ենք հաղորդակցվել Աստծո հետ, եթե Աստծո խոսքը մեր մեջ պակասի։ Բացարձակապես միտում չունեմ, որ ես կամ որևէ իմ ընտանիքիս անդամին մեծարելու, բայց մի նմուշ բերեցի։ Թալիթան աղջիկս արդեն 1-2 ամիս է, որ մասնավոր դասերի է գնում, ոչ թե բրուտագործ է ուզում դառնալ, բայց յուրահատուկ սեր ունի կավի նկատմամբ։ Եվ ժամանակ առ ժամանակ տուն էր բերում իր պատրաստած, ձեռքով պատրաստած կավերը, որ թրծել էր, պատրաստել էր։ Մի օր ասի, աղջիկս կարող ես ինձ համար մի հատ փոքրիկ աման պատրաստես, որը դրսից մնա կավ, իսկ ներսը գլեյզ անես։ Ասեց ինչու՞ չէ։ Պատրաստեց։ Վերջում եթե նայեք ներսում մի գեղեցիկ կապուտագույն գլեյզով է, իսկ դուրսը բնական կավ է։ Հասկանում եք, սա մինչև թեկուզ հմուտ ձեռքեր չի, 1-2 ամսվա փորձառություն ունի, բայց սա մինչև ճախարակի վրա դրվելը ու տեստալը մի հատ ինչ էր,
Ցեխի մի հատ փոքրիկ կտոր էր, որ եթե դու իրեն ձեր չտայիր, նա այդպես էլ կմնար, կդառնար հող, մաս կկազմեր ու կոչնչանար։ Բայց այսօր իր չափով, ձևով, իր տեսքով ու գեղեցկությունով արժեքավորում ունի, ինչի, որտեղ աշխատանք է տարվել։ Երկնքի Աստվածը, երբ որ մեզ վրա աշխատանք է տանում, սպասում ունի մեզանից։ Դու այլևս չես կարող նրա նկատմամբ անտարբեր լինես։ Դու չես կարող ամիս մեկ ու տարին մեկ եկեղեցի հաճախել ու Տերիչը կանչել ժամանակ առ ժամանակ, երբ նեղություն ու ցավ ու հիվանդությունը քո տանը դուռը կզարնի։ Նա քեզ տեսք է տվել, արժեք է տվել, քեզ թրձել է, քեզի լսել է Աստծո հոգով, յուղով եւ քեզ տվել է խոսքը խոսքի զորությունով, որպեսզի քեզ հետ ամեն օր հաղորդակցվի, որպեսզի դու նրա ձեռքի լինես գործիք իր փառքի համար, իր տան շինության համար։ Իսկ մենք մտածում ենք, դե գնացի էլի ժամանակ առ ժամանակ գնում եմ, միթե դա բավարար չէ։ Հիշի քո անցյալը, ոչ տեսք ունեիմ, ոչ էլ արժեք։ Այսօր Աստծո որդի ես։ Աստված քեզ թագավորական կոչում է տվել։ Այո, սրտի ցավով շատ հաճախ մենք մոռանում ենք այդ մասին։ Հենց դա է ցավը ու տխուրը։ Թագավոր ոչ թե հպարտանալու համար, այլ թագավոր արժեքավորելու այն արյան զորությանը, այն հրաշագործ բրուտի ձեռքերին, որ ինձ ու քեզ տես տվեց, նոր ծնունդ, նոր արժեքավորում։ Պողոս առաքյալը, երբ խոսում էր Կորինթոս եկեղեցու հետ, երկրորդ Կորինթացիս 4 գլխի մեջ շատ հետաքրքիր ձևով զուգահեռական է ասում, երբ ծննդոց գիրքը կարդում եք, ասում է խավար էր ամենուր եւ Աստված հրամայեց եւ լույս եղավ խավարի մեջ, ինչպես մեր արեգակնային գալակտիկայում, այս արեգակնային գալակտիկայում արեգակը դարձրեց լույսի աղբյուրը, որպեսզի լուսավորի մեր կյանքը, մեր ապրած օրերը, ասում է ոչ միայն նա լույս ծագեց խավարի մեջ, այլ նաև լույս ծագեց իմ ու քո խավար սրտերի մեջ, որպեսզի Աստծո լուսավորության գիտությունը բացի մեր կյանքի մեջ, որ մեր մեջ փայլատակի ումը հրաշալի ներկայությունը Քրիստոս Հիսուսի։ Եվ այդ լույսը ծագեց մեր խավար սրտերում։ Եվ դրանից հետո 7-րդ համարում հետևյալն ենք ընթերցում։ Բայց այս գանձը, այդ լույսը ունենք կավե անոթներում։ Շատ հետաքրքիր ձևով ոչ միայն նմանություն է բերում ծննդոց գրքից, այլ նաև երևում է կավե ամաններում, որպեսզի ցույց տրվի, որ այս գերազանց զորությունը, որ մեր մեջ ապրում է, Աստծոց է եւ ոչ թե մեզանից։ Մեր միակ հպարտությունը Քրիստոսն է։ Լսել եք նմանատիպ արտահայտություններ, ես գիտես քանի տարիների հավատացյալ եմ, ես գիտես ինչ հզոր հավատացյալ եմ, ես գիտես ինչքան գիտեմ Աստծո խոսքը։ Առանց Աստծո ես դու ողջ աշխարհի քրիստոնյաները ոչինչ ենք։ Որտեվ եթե շենքի հիմքը խանգտեցիր, շարժեցիր տեղից, այդ շենք չկա, ուզում է 10 հարկանի, ուզում է 110 հարկանի լինի։ Նա մեր ժայռն է, որի վրա մենք կանգնած ենք, նա մեր ամուրթյունն է, նա մեր այդ անկյունակարն է, որի վրա կառուցել ենք մեր ամբողջ հավատքի կյանքը։ Այսօր 21-րդ դարաշրջանը դե ինչպես գիտեք light bulb լամպը արդեն 19-րդ դարաշրջանի վերջերում հայտնագործվեց, այսօր այնքան է զարգացել տեխնիկան, մենք համարյա թե
գալիս ենք այս ծննդյան այս տոնական ավարտին, բայց նկատեցինք, թե ինչպես քաղաքները ամեն ուր, հատկապես մեր Երևանը, ինչքան գեղեցիկ էին լուսավորել, ինչքան գեղեցիկ է, նայում էիր հիացմունք էիր ապրում, եւ այդ բոլոր ինչ էր, այդ բոլոր լամպաներից էր, բայց մի տարբերությամբ, այդ լամպան չի կարող լուսավորել, եթե չունենա ինչ, էլեկտրականություն, այսինքն էներգիայի աղբյուր, Ինչքան էլ թանկարժեք լինի այդ քո ջահը, եթե չլուսավորվեց, անարժեք է։ Եվ արժեք ինչի մեջ է, այդ էլեկտրական հոսանքի մեջ է։ Եթե այդ էլեկտրական հոսանքը, երբ որ դու ներս ես մտնում տուն, գիշերը, բացարձակապես վախ չունես, որտեղ գիտես ձեռքդ կտանես բանալին, կսեղմես ու անմիջապես կլուսավորվի տունը։ Բայց եթե Աստված մի ասած է, էլեկտրականությունը չկա, այդ քո բանալին, այդ քո շարժուձևը, այդ քո լամպաները, այդ քո գեղեցկությունը ոչ մի արժեք չունի։ Մեր լուսավորությունը այդ աղբյուրից է, Քրիստոսից։ Եթե Քրիստոսը պակասեց, էական չի թե ես ինչ եմ ինձ նկարագրում քո ներկայությանդ մեջ, լույսն է մարելի մեջ։ Եվ մեկ մտածենք, մարդիկ ընդհանրապես, նույնիսկ հոգևորներ ինչ չեն նկատում։ Մի ուշադրություն դարձրու դրա վրա։ Մեզ համար ամենաէական ու կարևոր ու առաջնայինը սա է, դու սնվում ես այդ աղբյուրից։ Նա քո խավարը լուսավորում է ամեն օր, քո մեղքի ու սխալների վրա ուղղակի լույս է գցում, որ ես ու դու կույրս տեսնենք ու ապաշխարենք ու ձերբազատվենք, թե ոչ։ Սա է ամբողջ գեղեցկությունը Քրիստոսի, որ եկա, որ մեր հոգու խավարը լուսավորի, ոչ թե մեր արտաքինը։ Սոր արտաքինի համար բիլիոններ է ծախսվում, քիթը փոքր, քիթը մեծը, հոնքերը, ճակատը, մազը, extension, ինչ իմանամ, ինչքան ուզես գնում է, ընդհարթակվում է, արդեն միայն կանայք չէ, տղամարդիկ էլ անցել է տղությամբ, բայց այն գեղեցկությունը, որ ներաշխարի մասին է, այսօր ես ու դու գիտենք դրա արժեքը, որտեղ ճաշակել ենք այդ լույսը։ Sorry. Light bulb without the power is just a fragile glass shell. Եվ լամպան ինչքան էլ գեղեցիկ պատրաստ լինի, եթե էլեկտրակություն չեղավ, դա մի հատ անարժեք ինչ-որ ապակուս պատրաստած մի հատ պարունակություն է, ոչ մի արժեք չի կարող ներկայացնի։ Նախատեսված է, որ լույս տա, but it cannot shine without the electricity, բայց նա չի կարող լույս տա ինքնըստինքյան, եթե էլեկտրական հոսանք չունենա։ Եվ այսօր ես ու դու լուսավորվում ենք միայն ու միայն այդ փառավորած Աստծո զորությունով։ You may feel weary, միգուցե դու այդպես անցնում ես կերպ հարցադրումներով, նեղություններով, մտահոգություններով, մտատանջություններով, կասկածներով, վախերով, ինչ իմանամ, ամեն ինչ, որ քեզ ցավեցնում է, դա մտահոգություն է։ Կոտրված ես, ինչ որ բանից, ինչ որ վիճակից, ինչ որ խոսքից, ինչ որ իրադարձությունից կամ իրավիճակից կոտրվել է ներսիդիդ։ Spiritually you dry, հոգիդ ցամաքել է, նվաղել է, պակասել է։ Բայց մի բան հիշիր, որ Աստծո հոգու զորությունը կախյալ չէ իմ ու քո զգացումներից։ Աստված չի նայում, Սարո, դու այդպես դրական ես տրամադրված, այն ամենատխուր, ամենաընկած, ամենապակաս իրավիճակում կարող ես հայացքդ ուղես բեպի տերերի Տեր ու փառավոր Աստվածը ու ասես ես քո կարիքը ունեմ։ Եվ այդ Սուրբ Հոգու ներկայությունը անկախ քո կարգավիճակից կգա, որպեսզի քեզի ոտքի կանգնեցնի։ Ինչպես երբ բրուտագործը այդ ցեխագունդը ոտքի էր կանգնացնում, որպեսզի տեսք ու արժեք տա։ Աստված մեզի ոտքի է կանգնացնում նախ առաջի հերթին, որպեսզի ինչ իրավիճակում էլ որ կաս,
ու գտնվում ես, նախ սովորես ներել, դա մի հզոր ուժ է, որ առանց դրա դու խաղաղություն չես կարող ունենաս քո Աստծո հետ, ամեն մարդ չի կարող ներել, դա միայն Քրիստոս Հիսուսի սիրո անսահմանությունն է, որ եթե թողնես գա ծածկի քո հոգու աշխարհը եւ քո միտքդ ազատագրի, որպեսի ոչ թե դատապարտես դիմացինին, այլ կարողանաս ներես։ Յուրաքանչյուրն էլ մեղավոր են այս աշխարհի վրա։ Ես չէ, ես սուրբ եմ, այդպիսի բան չկա։ Ամեն իրավիճակում, ամեն իրադարձության մեջ երկկողման է սխալներ ու պակասություններ կա, երբ որ դու կարողանում ես հոգուտ մեջ, Աստծո ներկայության մեջ ոտքի ելնես եւ նրա սերը ճաշակելով դիմացինին ներես, անկախ քննարկելով, բայց նա սկսեց, նա ասեց, նա վիրավորեց, նա ցավացրեց, նա դուռը փակեց ինձ վրա։ Իմ ասելիքը չգնաս նրա դուռը ծեծես, իմ ասելիքը քո հոգուտ խորքում ձերբազատվեց, ձերբազատվելու համար ներելա պետք, ներելու համար հավատքա պետք, Աստծո սերը ճաշակելա պետք, ներես, որպեսզի ունենաս այն բավարար ներկայությունը, որ Աստված մի կրկին անգամ կա ու քո խաղաղ սիրտը փառավոր ասևով լուսավորի իր ներկայությունով։ Ղուկաս ավետարանչի 15-րդ գլխի առաջի համարում հետևյալն ասում, ասում է դպիրներ ու փարիսեցիներ եկան եւ սկսեցին Քրիստոսին խստագույնը սևով հանդիմանել, թե ինչու համար դու մաքսավորների ու մեղավորների հետ խոսքի ես բռնում ու նույնիսկ նրանց տներն ես գնում։ Ինչքան ցավալի ու տխուր է, որ նրանք այդ դպիրներ ու փարիսեցիների Քրիստոսին չէին ընդունում, բայց նաև չէին ուզում թողնել, որ նա շփվի մաքսավորների ու մեղավորների հետ, որտեղ իրենց հոգու խորքում հասկանում էին, որ նա Աստված է, Աստծո միածին որդի, բայց մերժում էին իրենց հպարտությունից ու ամբարտավանությունից, բայց այնքան ընչաքաղց էին, որ չէին ուզում, որ նաև ուրիշները փրկվեն։ Իրենք չէին փրկվում, բայց չէին ուզում, որ ուրիշները փրկվեն։ Դրա համար իրեն դատապարտում են։ Դու ինչպես սուրբ ու արդար մարդ ես, որ մեղավորների հետ սեղանի ես նստում։ Եվ դրա համար Քրիստոսը 15-րդ գլխի մեջ 3 առակներ պատմեց։ Ասես ձեզանից որն է որ, եթե 100 ոչխար ունենա եւ դրանից մեկը կորցվի, միթե այդ 99 չի թողնի ու կգնա սար ու ձոր փնտրելու, որպեսզի այդ մեկ կորցվածին գտնի։ Ու երբ որ գտնի ու տուն վերադարձնի, ասում է ինչ կանի։ Եվ տուն գալով բարեկամներին ու հարևաններին կկանչի ու նրանց կասի. ինձ հետ ուրախացեք, որովհետև իմ կորած ոչխարը ես գտա։ Իսկ նա մաքսավորների ու մեղավորների հետ շփվում էր, նրանց հետ սեղանի էր նստում, որտեղ գիտեր, որ մարդու կորուստը հավիտյան կորուստ է։ Հետո դրանից հետո մեկ ուրիշ առակներ, ասեց մի կին 10 դրամ ուներ, եւ այդ 10 դրամից 1 դրամը կորցրեց։ Ասում է իր ամբողջ գործը անելիքը թողեց, լամբ առած ձեռքը ու ավիլը ու սկսեց ամբողջ տունը տակնու վրա անել, մինչև որ այդ 1 դրամը գտնել։ Նա չէր կարող ինքն իրեն խաբել, լավ 9 դրամ ունեմ, սրանով բավարարվեմ։ Կորցվածը նրա մտքից դուրս չէր գալիս։ Ինչպես Աստծո մտքից դուրս չի գալիս, որ մարդկությունը կորցվում է եւ փրկության կարիք ունի։ Ու ասում է, երբ որ այդ կինը գտավ այդ իր 1 հատիկ դրամը, եւ երբ գտնի բարեկամներին ու հարևաններին կկանչի ու կասի. ինձ հետ ուրախացեք, որովհետև գտա դրամը, որ կորցրել էի։ Եվ այս երկուսը պատմեց, երբ խոսքը առարկայականի մասին էր, քո դրամի, քո հարստության, քո դիրքի, քո կարողության։ Եվ եկավ ամենակարևոր, ամենակուլմինացիոն, ամենաէական նշանակության վրա,
պատմեց ողջ աշխարհով ամենահռչակավոր իր առակը, անառակ որդու առակը։ Սա արդեն ոչխարի մասին չէր, սա արդեն դրամի մասին չէր, սա անձի մասին էր։ Եվ ինչպես գիտեք, անառակ որդու օրինակը, առակը, մի մեծահարուստ մարդ, երկու տղա ուներ, կրտսերը եկավ, ասեց իմ բաժինը տուր, ուզում եմ գնամ ու աշխարհը պտտեմ։ Հայրը ասեց ինչ որ ունեմ քոնն, ասեց չէ, առանձնացրու։ Հայրը տվեց, գնաց, վայելեց, մսխեց ու հայտնվեց այնպիսի մի կարգավիճակում, որ նույնիսկ խոզիկերը նրան արժան չհամարեցի։ Հետո հարց տվեց, հետո ասեց իմ տանս մեջ, իմ հորս ծառաները 10,000,000 անգամ ավելի լավ են ապրում, քան թե ես։ Գնամ, ընկնեմ ոտքեր, ասեմ ինձ ընդունի, ոչ թե որդի որպես ծառայի։ Ու հայրը վաստվեց, գրկեց, համբյուրեց իր պատմությանը, իր վրա գցեց, իր մատանին ձեռքին ու ինչ ասեց, կանչեց ու ասեց ուրախություն է մեր տանը, երբ մեծ ավակ անդրանիկ որդին եկավ ու բողոքեց ու տրտնջաց, այս խոսքերը խոսվեց, բայց պետք է ուրախ լինել ու խնդալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր ու կենթանացավ, կորած էր ու գտնվեց։ Երբևիցե սիրելիներս մենք մտածել ենք այդ մասին, որ կորուստը իրական է ու փրկությունը առավել ևս իրական։ Ու եթե մարդը իր ապրած օրերի մեջ այդպես էլ նրա խավարը չլուսավորվեց Քրիստոսի լույսով, նա հավիտյան կորցնելու է։ Ու խոսքը ոչխարի մասին չի, խոսքը դրամի մասին չի, հարստության մասին չի, կարողության մասին չի։ Այսօր ինչպես տեսնում ես քո շուրջ բոլորը մարդկությունը այնքան ուշադրություն է դարձնում իր ունեցքասիրը, որ հանկարծ չպակասի, հանկարծ կորուստ չունենա, այլ եղածի վրա ավելանա, դա իհարկե ձեր որոշումն է, իմ որոշումն է, մեր ընտրությունն է, բայց փառք ենք ասում մեր Տեր ու փառավոր Քրիստոս Հիսուսին, որ մեզ համար հավիտենականությունը բացեց, որ մենք կորցված էինք և Տերը մեզ գտեց։ Աստծո խոսքը ասում է, և այդ առակը պատմելուց հետո ասում է Քրիստոսը, երբ մեկ մեղավոր ապաշխարումը ու տիրոջն է դառնում, երկնքում հրեշտակների մեջ մեծագույն ուրախությունը կա, որ մեկը կորցված էր ու գտնվեց։ Այն 99 փրկվածների համար արդեն ինչ ուրախություն եղել է։ Նրանք կան, նրանք տիրոջն են վայելում իրենց ապրած օր, բայց այդ մեկի համար մի ամբողջ երկինք ուրախություն է բարձրացնում։ Տերը չէր չափած ասում, Տերը խոսում էր իրականության մասին։ Այսօր մենք ունենք մեր կողքին, մեր հարազատների, մեր բարեկամների, նույնիսկ մեր տան անդամների մեջ, որ կարիք ունեն, որ գտնվեն, որ Աստված գա և իր փառավոր լույսը ծագեցնի այդ խավարի մեջ, որ այդ խավարը լուսավորվի։ God is not going to force us to become Christian. Երբեք չսխալվենք։ Եվ նայենք մեր կյանքին, Աստված երբեք մեզի չպարտադրեց, որ մենք քրիստոնյա դառնանք ու մնանք քրիստոնյա։ Մեզանից ամեն մեկս ինչ-որ կյանքի առումով, բերումով, դրվածքով պակասել ենք։ Տերը ցավով, տխրությունով, աղոթներով սպասել է մեր վերադարձին, անընդհատ հետևել է մեզի, բայց երբեք չի պարտադրել, երբեք մեր վզակոթին չի հարված է, ուր ես գնում, մոլորված սարո, վերադարձիր իմ տունս։ Աստված չի կարող մեզ պարտադրել, որ մենք մնանք ու ճանաչենք ու վայելենք իր ներկայությունը։ We have to make
our own choice ourselves. Մենք պետք է մենք ընտրենք ինչ ենք ուզում մեր հոգևոր կյանքի մեջ։ We are not sheep, մենք ոչխարներ չենք, շատ կներգ են, and we are not coins, մենք դրամ չենք, դրամագլուխ չենք։ We are man and a woman created in the image of God. Մենք ստեղծել ենք Աստծո պատկերով։ Աստված մեր մեջ իր մասը բաժինա դրել եւ այդ հոգին փափագելով փափագումա, որ իր ստեղծողի հետ հաղորդակցություն ունենա։ Այսօր մեր մեջ ու մեզ համար բացվել է դա։ Հաղորդենք մեր հարազատների, բարեկամների, ընկերների, այս աշխարհի կորցված ոչխարների համար, այդ հոգիների համար, որ այդպես էլ դեռ ապրում են այդ խավարի մեջ։ Թող Տերերի Տեր ու փառավոր Աստվածը մեր մեջ բացահայտի այն գանձը, այն մեծ օծությունը, այն մեծ վեհափառ պատեհությունը, որ մեզի արժանացրել է, որ այդպես պատահական իմիջայլոցի չնայենք։ Դե փրկվել էր, փրկվեցինք, ապաշխարել այդ ապաշխարության աղոթնել արեցինք, ջրով էլ մտանք, այդ ջուրն էլ դուրս եկանք։ Ոչ, իմ բարեկամս, շատ խղճուկ է մտածել այդ կերպը Աստծո ու հավատքի հավիտենականության արկայության մասին։ Աստծոն ճանաչողը ամեն օր է նրան փափագում, ամեն օր է նրան փնտրում, ամեն օր է նրա հետ հաղորդակցում։ Որովհետև ինչպես մարմինը սնունդի կարիք ունի, մեր հոգին էլ Տիրոջ կարիքն ունի։ Թող փառավորվի այդ հրաշք ու փառավոր Աստված այսօր ու մինչև հավիտյանս հավիտենից։ Ամեն։